Երկրորդ անգամ եթե որևիցե մի լրագրող համարձակվեց դուք իմ ուղիղ ինտերվյու բանվեկան, ես էլ լրագրողի դլոկը կաշած կիտու պետ։ Մեջեր բարի լույսերի ժողովուրդ, այսօր փետրվարի 16-ն է, ես խոսում եմ ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս ելույթս ունի առանձնայքի բնույթ, ինչի հետ է պայմանավորված։ Ես իհարկե նախատեսել էի, որ ընտրություններին ընդառաջ մեր, այսպես ասած, քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչները կգնան ամենավերջի քայլերին, բնականաբար դա բոլոր երկրներում կա։ Բայց որ կգան կհասնեն նաև իմ մորը Սուսաննա Ղազարյանին, պետք է մի քիչ պատկերացումից բնվել էր։ Պետք է խոստովանել։ Օգտվելով առիթից, որ ես ստեղ եմ, Սուսաննա Ղազարյանը գտնվում է, այսպես ասած, իմ տեսադաշտից դուրս, մերս ընդդիմադիր դաշտի բոզից տղեկը դուրս են եկել կնոջ վրա, տարբեր ալիքներով, տարբեր մոտիկ եւ հեռու մարդկանցով, ինչու՞ չէ նաև իմ կուսակցության մեջ մտող մարդկանցով։ Ես արդեն գիտեմ, որտեղից է գալի քամին, կին արմատ նաև Գյումրի քաղաքից։ Ես հիմա հերական զգուշացնում եմ նաև այդ կնոջը Գյումրի քաղաքից, Այբենարանի 29-րդ տարով վրեն համապատասխան քաղաքացիական անունը կրող, որ եթե մյուս անգամ կապի դուրս եկել Սուսաննա Ղազարյանից, խնդիր կունենա ինձ հետ։ Անձամբ շատ կուլտուրական եմ առանց էմոցիաների եւ սկսել է Սուսաննա Ղազարյանի մոլորեցնել, որ քո տղայի փաստաբանը, քո տղայի կուսակցության շտաբի պետը մանդատ է ծախում։ Նախ մանդատ չեն ծախում։ Դա մեկ։ Սուսաննա Ղազարյանը շարքային բուժքույր է եւ գաղափար չունի ինչ է նշանակում ընտրություն։ Ամեն ինչ անում են, որպեսզի դու կուսակցությունը չգնա ընտրությունների։ Գտնում են կոչարանական լրագրող, ինչ է աղջկա կանոնը Անի Ներկարարյան։ Ուրեմն ես նաև ուզում եմ զգուշացնել շատ կիր ձևով։ Սա առաջի անգամն է, չեմ ուզում մի անգամից անցնեմ իմ սեռական բառապաշարին, Անի Ներկարարյան, մյուս անգամ։ Եվ որևիցե մի լրագրող, եթե հանկարծակի փորձի հարցազրույց վերցնի Սուսաննա Ղազարյանից, այդ լրագրողի ողորմելանը ես կանեմ մեկ։ Բարիս ամենաբուն իմաստով։ Ուրեմն հիմա լսում եք ուշադիր։ Ես անվեհապահորեն վստահում եմ Լևոն Բաղդասարյանին։ Եվ Լևոն Բաղդասարյանը իմ նախընտրական կամպանիայի գլխավոր շտաբի պետն է։ Լևոն Բաղդասարյանը մանդատ չի վաճառում։ Չնայած յուրաքանչյուր կուսակցություն, որը որ գնում ընտրությունների, այն տեխնացիաները, որոնք ուզում են մտնել առաջին տասնյակ, հետո չգիտեմ 20-յակ, պիտի ինչ-որ որոշակի գումար դրեն դրա մեջ, բայց հələ երբեք դրան չի ասել անգամ, որովհետև մենք ցուցակ անգամ չունենք։ Համագումար պիտի լինի, համագումարը կրնի կվերջանան, ու դրանից հետո մենք ասենք բուն գործողություն է։ Եվ ներկայանալով Սուսաննա Ղազարյանին փորձելով դրանով ապակայունացնել, չգիտեմ, հեղինակազրկել կուսակցությունը, չի ստացվի։ Եվ ձո կուսակցությունը գնալու է ընտրությունների։ Սուսաննա Ղազարյանը խոսա, կհամոզե, կհանեք ինտերվյու կտա եւ այլն, դա չի կարող ազդել իմ վարկանիշի վրա։ Չի կարող, եւ չի կարող ազդել դո կուսակցության վարկանիշի վրա։ Այսօր այդ կուսակցությունը միակն է, որ պատասխանում է Ադրբեջանի նախագահին։ Ի տարբերություն մյուս բոլոր ընդդիմադիր գործիչների, որոնք ընդամենը դրանց ուշքումիցը աթոռ գողանալն է, դստեն վարչապետ, դստեն պատգամավոր։ Բայց դրանցից ոչ մեկը չի հելնում եւ հրապարակայնորեն չի պատասխանում Ադրբեջանի նախագահին, ասել ինչ ես անում, ինչ ես ուզում, ինչ է նշանակում Արցախը իմն է, ինչ է նշանակում կայդոր պիտի լինի, ինչ է նշանակում իմ քաղաքացին առանց պասպորտ կոնտրոլի պիտի մտնի այդ երկրից, իսկ երկիր կա, որտեղ առանց պասպորտ կոնտրոլի մտնում ու հելնում է։ Մենակ աթոռակրվեկանը, մենակ հնեք Սուսաննա Ղազարյանի վրեջ, համոզեք, ինչ է բուժ խույս կնիկ, ծանր ստրեսի մեջ, տղեն մի ծայրի կողը չի բույ, չգիտեմ, մոլորեցնեք, ուղղակի հետ խաղակ, ես մի չերկու Անեք հրասեք, վերջում լրագրող դեմտակ, լրագրողն էլ հլի բինտերվյու հարցազրույց բնվեկալի, Անին Քոչարյանական, ինձ հազիվ եմ զսվում, որ Անի Վոռոպյանը մեկ չեմ անում։ Ասեմ թե հիմա լսել է դուքի մենա թափով ինտերվյու բնվեկալ է։ Աղջիկ ջան, խելքդ գլուխդ հավաքի։ Երկրորդ անգամ եթե որևիցե մի լրագրող համարձակվեց դուքի մորից ինտերվյու բնվեկալ, ես էլ լրագրողի դլոկը կաշած կիտու պետի։ Ես խուսացում եմ իմ կուսակցության մեջ այսպես կոչված գտնվող մարդկանց այլևս կապի դուրս չգան Սուսաննա Ղազարյանի հետ եւ դեզինֆորմացիա չտան Սուսաննա Ղազարյանին։ Առանձնագիր
զգուշացեցի Գյումրի քաղաքում գտնվող այդ կնոջը։ Եթե իրանց թվում է, թե ես տեղյակ չեմ, սխալվում են։ Եվ ես նորից կրկնում եմ, անվեհապահորեն վստահում եմ Լևոն Բաղդասարյանին։ Սուսանա Ղազարյանի կարծիքը դա Սուսանա Ղազարյանի կարծիքն է, թողնելա իր մեջ։ Եվ մինչև համագումարի ավարտը իմ արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչը Լևոն Բաղդասարյանն է։ Այսքանը սա է ուզում ասել։ Իսկ այն ինչ պատրաստում էի ասել հետո, կասեմ հետո։ Խնդրում եմ մաքսիմալ տարածել եւ իր գիտություն դանդունել բոլոր իմ կուսակցության անդամները։ Միանշանակ։ Այսքանը, շնորհակալություն։ Եվ այս հայտարարության հետ մեկտեղ ուզում եմ ավելացնել, որ ասնացնեմ վրագամ լազլով։ Եվ այսպես, փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, դու կուսակցությունը հրավիրում է համագումար Արմենիա Մարիո Ծուլյանոցի առաջին հարկում Տիգրան Մեծ Դալիչում, ինչպես որ միշտ արել ենք։ Բոլոր կուսակցության անդամների ներկայությունը եւ պատվիրակների պարտադիր է։ Նորից եմ կրկնում, փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, շաբաթ օր, այսինքն եկող շաբաթ, Արմենիա Մարիո Ծուլյանոցի առաջին հարկ Տիգրան Մեծ Դալիչ տեղի կունենա դու կուսակցության համագումարը։ Կուսակցության անդամների ներկայությունը պարտադիր է։ Խոսում է Ամենան հայոց Վարդան Ղուկասյանը կամ դու կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Այս ձայնայինը հասցեագրված է կոնկրետ դու կուսակցության անդամների։ Ինչպես գիտեք, Տիգրան եւ Պարոնայք ամսի 16-ին փետրվարի պետք է կայանա համագումար Էլիտ Պլազայի հյուրանոցի դալիչներից մեկում, Մարտաշվի անվան։ Սակայն հաշվի առնելով պատվիրակների, կուսակցության անդամների մեծատիպ թվականակը, ուրեմն այդ դալիչում հնարավոր չէ տեղավորել բոլոր կուսակցության անդամների եւ պատվիրակներին։ Այն նախատեսված է ընդամենը 140 հոգու համար։ Այսինքն մենք հանդիպեցիք տեխնիկական պրոբլեմների։ Դուք ինչպես հիշում եք, ես բոլոր իմ ժողովները եւ համագումարները կազմակերպում էի Արմենիա Մարիո Ծուլյանոցի դալիչում, որը տեղավորում էր մինչև 500 հոգի եւ այդ մինչև 500-ից էլ ավել մարդ էր գալի։ Եվ այդ հիմա ռացիոնալով տեխնիկական լուրջ պատճառներ։ Այդ պատճառով ես հանձնարարել եմ փետրվարի 16-ի կայանալիք համագումարը հետաձգել մինչև ավելի մեծ դալիչ վերցնելը, որը կվերցնի այս մի քանի օրվա ընթացքում եւ դրա հետ կապված ես կանեմ լրացուցիչ հայտարարություն օրը, ժամը եւ տեղը։ Ուստի կրկնում եմ նորից, փետրվարի 16-ին կայանալիք դու կուսակցության համագումարը հետաձգվում է տեխնիկական պատճառներով կապված փոքր դալիչի հետ։ Լրացուցիչ օրը, ժամը, տեղը ես կհայտարարեմ, որտեղ ենք անելու, երբ ենք անելու եւ ժամը քանիսին ենք անելու։ Ավելնորդ հարցեր թող չառաջանա, ոչ մեկը մոտ չվերցնեք հեռախոսը, նորից զանգեք ստեղ, զանգեք ընդեղ, ասեք, չգիտեմ, այս համարը չպատասխանեց, այն համարը մի քիչ խաչաձև պատասխանեց։ Փետրվարի 16-ի կայանալիք համագումարը հետաձգվում է իմ հրամանով, քանի որ դալիչը փոքր է եւ կարող է տեղավորել մաքսիմում 140 հոգի։ Դա չէին նախատեսել, հիմա պարզվեց, որ տեխնիկական լուրջ պրոբլեմ է։ Նույն չերից է չկա Վարդան Ղուկասյան խնդիրները մի քիչ շատ են։ Նոր համագումարի օրը, ժամը, տեղը ես կհայտարարեմ լրացուցիչ։ Խնդրում եմ այս հայտարարությունը տարածել բոլոր կուսակցության անդամների շրջանակներում, բոլոր ինձ հետևող ֆեյսբուքյան, տելեգրամյան, տիկտոկյան, ինստագրամյան ալիքներով եւ սպասեք նոր համագումարի օրվա, ժամի, վայրի, տեղի հայտարարությանը, հագանքներով դու կուսակցության պատվավոր նախագահ հիմնադիր Վարդան Ղուկասյան։ Տարածեք։